Այս օրերին Սևանա լճի ափին իրականացվում են Ճամբարում 2 ֆիլմի նկարահանումները։ Գեղարվեստական մանկապատանեկան ժանրի այս ֆիլմը ճամբարային կյանքի մասին է։ Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Ավագյանը, սցենարի հեղինակը Կարլեն Աբրահամյանը։ Բացասական կերպարների դեմ արկածներ հետաքրքիր, որ հաստատ վստահ եմ, որ բոլոր մանուկներին ընդհանրապես մեծերին էլ կզվարճացնի։ Ինքը ցենց ասում, ընտանիքով կարելի է գնալ նայել այս ֆիլմը։ Ֆիլմում ես որպես առաջնորդ եմ կարելի է համարել լիդեր, ասեմ, որ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում, ամեն ինչ շատ հաճելի է ու հետո որ վերջանան այս նկարահանման օրերը մենք շատ սիրով հիշելու ենք եւ ուզելու ենք որ կրկնվեն։ Հին ճամբարակալ եմ, որը էլի էս տարի եկել է ճամբար ու իր ճամբարակալների հետ ոնց որ ուզում են իրանք իրենց թիմ ունենան ու նոր ճամբարակալներ չգան իրենց թիմ։ Նկարահանվել եմ նաև առաջի ճամբարում ֆիլմում, ընկեր Հասմիկն եմ, առաջի ֆիլմում եւ միշտ sense խիստ, իսկ երկրորդում ավելի մի քիչ համեստ, բայց էլի նույն իմ կերպարը կա, այն կերպարը, որ ասենք ես պաշտում եմ իմ երեխաներին, իմ ջոկատի երեխաներին, խիստ եմ։ Սցենարի համաձայն ճամբարի տնօրենը երեխաների հետ մաքրում է տարածքը, այն դարձնում մի յուրօրինակ եւ խաղաղ վայր, որտեղ երեխաները վայելում են իրենց հանգիստը։ Մեծահարուստները փորձում են տարածքը սեփականաշնորհել, սակայն ճամբարականներն արգելում են։ Երեխաների վիրտուալ շփումները փոխարինվում են իրականով, որի ընթացքում էլ ծնվում են պատանեկան սերեր։ Գործողությունները կատարվում են ցամաքում եւ լճի վրա։ Մի քիչ ինքնավստահ աղջիկ, ով փորձում է ուշադրությունը իր վրա դարձնի, հա, այսինքն միշտ ուշադրության կենտրոնում լինի ու որ ամեն ինչ իր ուզածով լինի, բայց սիրահարվում է մի տղայի, ով նարնջագույն ջոկատից է լինում, այսինքն մրցակցին ու կարծես այդ մրցակցությունը հետ է մղվում։ Հաճախ սիրահարվում են Լիլիթին, բայց չի արտահայտում իր սերը նրա նկատմամբ։ Վարելիքը վերջանում է ու այդ ժամանակ չեն կարողանում հետ գալ։ Ու այդ պահին ուշ երեկոյան էր լինում, այդ պահին ինքս գազն է տալիս։ Իմ կերպարը շատ հայրենասեր մի հատ տղա է, որը մեծ ռիսկի է գնում, փախնում է իր ծնողներից, որպեսզի գա իր ընկերների հետ մնա իր հայրենիքում, թաքնվի ճամբարում, որոշ ժամանակ իրան հաջողվում է, հետո պլանը ձախողվում է, ծնողները իրան գտնում են։ Միջավայրը շատ դուր է գալիս եւ անձնակազմը, ադմինիստրատորները, երեխաները բոլորը շատ հաճելի են եւ ինձ համար ուղղակի մեծ պատիվ է գտնվել այստեղ այսօր։ Այստեղ այնքան լավ շրջապատ ես դու ձեռք բերում, շատ լավ ընկերներ, անգամ անձնակազմը քեզ հենց բարձր տրամադրություն է տրամադրում եւ ցանկացած մարդու համար կարեւոր դեր կլինի մասնակցել այստեղ եւ շփվել նման լավ եւ բարի անձնավորությունների հետ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը նկարահանվել է նաև Ճամբարում 1-ում։ Այս ֆիլմը դերասանի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Երեխաներին ճշմարիտ ուղու վրա դնելու մեծ խնդիր, այսինքն մեծ առաքելություն ունի այս կերպարը։ Կարծես երեխաների հետ իր կյանքը ապրած մի մարդ է, որը ամբողջությամբ է նվիրված երեխաներին, որպես տնօրեն արդեն իր ավարտին կյանքի արդեն կարծես վերջի շրջանը ինքը ուզում է մի մեծ նվեր անի եւ այդ աղբակույտերը, որ հավաքվել են երեխաների հետ միասին, ասում եմ մենք առաքելություն ունենք, մաքրենք այդ տարածքը եւ ստեղծենք մի նոր ճամբար։ Ճամբարում 2 ֆիլմի նկարահանումներին մասնակցում են նաև Սևանի տարածաշրջանի երեխաները։ Նկարահանման հրապարակը նրանց շատ էր հետաքրքրել։ Շատ հետաքրքիր է այստեղ տաղավարում, թե ինչպես է նկարահանում ֆիլմ եւ ամեն ինչ շատ լավ է անցնում, շատ ուրախ է եւ ծանոթանում ենք ոչ միայն նկարահանմանն, այլ նաեւ այսպես ասած ճամբար ենք եկել։ Քաղաքապետարանի համաձայնությամբ եւ աջակցությամբ հիմա մեր երեխաները թույլատրություն ստացան նկարահանվելու, քայսինգ անցկացրեցինք Սևանում եւ ընտրվեցին մոտ 50 երեխաներից 26 երեխա, շատ մեծ բավականությամբ, պատրաստակամությամբ երեխաները նկարահանվում են ֆիլմում։ Սևանի համայնքային մշակութային պալատը ամեն ինչ անում է, որպեսզի մեր երեխաներին ընդգրկի տարբեր մշակութային ասպարեզներում, որպեսզի հետագայում իրեն կարողանան ընտրել իրենց ճիշտ մասնագիտությունը։ Նկարահանումների ընթացքում թե դրանից դուրս ճամբարի երեխաները հավաքվում են կիթառ նվագողի եւ ճամբարում երգի հեղինակի շուրջը։ Ճամբարում մի հերոսները իրական են ու անկեղծ, կադրից դուրս մենք ընկերներ ենք, կադրի մեջ մենք կերպարներ։
Արփինե Մինասյան, Արգան Պողոսյան, Գեղամաուր։